հարցը, ուզում եք դուք ասեք, հա, շատ ավելի լավ, խնդրեմ։ Լավ, ստիպված ես պիտի վերարտադրեմ ձեր հարցերը։ Հարցը եթե կարճ ասեմ, վերաբերում էր նրան, թե արդյոք մենք պատրաստ ենք գնալ դաշինքների եւ ինչ ուժերի հետ ենք քննարկում նման հնարավորությունը։ Ճիշտ է, կարծես բաց չթողեցի։ Իհարկե մենք դիտարկում ենք քաղաքական համախմբումը որպես ամենակարևոր գործիքը, որ երկրում տեղի ունենան արմատական փոփոխություններ։ Այո, դա շատ կարևոր է։ Եվ հենց այդ է նպատակը, որ մենք արդեն 2 տարուց ավելի բանակցում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնց համարում ենք լուրջ, որոնց համարում ենք իրատեսական, որոնց համարում ենք ռացիոնալ։ Ցավոք սրտի այդ բանակցությունները դեռևս վերջնական եւ վճռական արդյունք չեն տվել։ Մենք անգամ առաջարկում ենք այդ լիդերության ամբիցիաները հաղթահարելու մեխանիզմ համազգային մի շարժման կոմիտե ստեղծելու առումով, որտեղ այդ ուժերը ներկայացված կլինեին, առայժմ առանց լուծելու առաջատարի հարցը, իսկ հետագայում արդեն որ կյանքը ապացուցեր, թե այդ կոմիտեի անդամներից որ մեկը հենց կոմիտեի քվեարկությամբ կարժանանար այդ լիդերի անվանը։ Այս մոդելը առայժմ չի ընդունվել, բայց ես չեմ բացառում, որ դա կարող է ընդունվել։ Միևնույն ժամանակ, ես ուզում եմ ասել, որ մենք չենք կարող, ոնց որ մեր ժողովուրդը կասեր, նստել թախտին, սպասել բախտին։ Մենք կարծում ենք, որ ամեն դեպքում կլինի այդ համախմբումը, թե չի լինի, մենք պարտավոր ենք մեր հայտը ներկայացնել մեր ժողովրդին, որովհետև մենք ունենք շատ կարևոր առավելություններ, որոնք շատ ուժեր, ընդհանրապես որևէ ուժ չունի, ասենք որոշ հարցերում մենք կարող ենք թույլ լինել, բայց մենք ունենք այնպիսի առավելություններ, որոնցում մենք ենք ուժեղ։ Այդ առավելությունները արդեն ձեզ իմ ելույթում ես ներկայացրեցի, եւ մենք իրավունք չունենք զրկելու մեր ընտրազանգվածին կամ ընդհանրապես մեր ժողովրդին այդ մոտեցումները ընդունելու հնարավորությունից։ Իրավունք չունենք, մենք պետք է ներկայանանք մեր ծրագրով։ Միևնույն ժամանակ, ինչպես ասացի, մենք պահպանում ենք քաղաքական ճկունությունը, մենք պատրաստ ենք գնալ համախմբման գործընթացով, մշակել ինչպես փոխզիջումային ծրագիր, այնպես էլ ընդունել փոխզիջումային վարչապետի, թեկնածուի, որևէ թեկնածուի։ Մենք պատրաստ ենք դրան։ Թե ինչ կլինի, մենք ամեն ինչ կանենք, որ դա լինի, որտեղ դա բխում է մեր ժողովրդի շահերից։ Բայց մենք պատրաստ ենք նաև գնալ բացարձակապես ինքնուրույն այս ընտրապայքարում։ Պարոն Զուրաբյան, ես ճիշտ հասկացա վարչապետի թեկնածության հետ կապված, դուք նկատի ունեք այս պահին ձեր ուժի թեկնածուներ, բայց հնարավոր միավորումների դեպքում իրավիճակը հնարավոր է փոխվի եւ օրինակ դուք համաձայնեք այդ թեկնածության։ Իհարկե, եթե մենք գալիս ենք համաձայնության, ասենք ինչ որ մի փոխզիջումային թեկնածուի շուրջ, դա ավտոմատ նշանակում է, որ լինում է փոխզիջումային թեկնածու, որին մենք աջակցում ենք։ Բայց առայժմ նման բան չկա, մենք բանակցությունները էլի կշարունակենք, բայց մենք չենք սպասելու այդ բանակցությունների հաջող ավարտին։ Մենք գործելու ենք ինքնուրույն, ամբողջ թափով, ամբողջ եռանդով, որովհետև նորից եմ ասում, մենք մեր ժողովրդին պետք է տանք իրենց ուզած այլընտրանքի հնարավորությունը։ Մենք շատ վճռական ենք տրամադրված, շատ եռանդուն։ Մենք գնալու ենք առաջ, անկախ նրանից,
մեզ օգնելու են կամ մեր հետ միավորվելու են, թե ոչ։ Որն է պատճառը չի ստացվել նաև եւ տեսեք նոր ձևավորվող ուժերը այս պահին հայտարարում են, որ նախկին նախագահների նրանց թիմակիցների հետ կապված հետաքրքիր ձևաչափ են ընտրել, նախասում են նախկին նախագահների առաջնորդություն չպետք է լինի եւ նաև ասես թե դիստանսավորվում են նախկին նախագահների թիմակիցների հետ կապված։ Այս խոսույթը երբ որ ընտրություններում հիմնադրվում է նրան, ձեր կարծիքով ինչի համար է եւ այս նախկին ներկա երբ որ արդեն ընդդիմադիր դաշտում է դա իրականացում, ձեր գնահատականը որն է։ Բայց շատ հետաքրքիր է, գիտեք, դուք ինձ խնդրեցիք կոնկրետ անուններ տալ, բայց ձեր հարցում, երբ որ դուք ասում էիք, թե ով ինչ որ բաներ են ասվել, դուք կոնկրետ անուններ չտվեցիք։ Ես կարող եմ տալ։ Խնդրեմ։ Թաթոյանը եւ մեր ձևով շարժման համակարգում այլ։ Ինչ են ասել։ Կարծեմ իրենք տարբեր բաներ են ասել։ Արեգ Կարապետյանը ասեց, որ առաջնորդություն չպետք է լինի նախագահների կողմից։ Իսկ Թաթոյանը ընդհանրապես ասում է, չպետք է մասնակցեն ընտրություններին։ Դե ինչ վերաբերվում է Նարեկ Կարապետյանի ասածին, դե մենք չենք էլ ներկայացրել տենց հայտ։ Այսինքն առաջին նախագահի վարչապետության հայտ մենք չենք էլ ներկայացրել ինչպես տեսակ։ Այսինքն դա այլևս մեզ չի վերաբերվում, եթե կարող էր վերաբերվել։ Ինչ վերաբերվում է Թաթոյանին, ինքը պետք է ավելի պարզ ասի, թե ինքը ինչ նկատի ունի, որովհետև առայժմ իր ասածները ինձ համար լավ ընկալելի չեն։ Իսկ բանակցությունները ընդհանրապես որ քաղաքականուժերի հետ է։ Մենք վարում ենք, հիմա այդտեղ ես անուններ չեմ տա, որովհետև դուք գիտեք ինչ ասացիք, դուք ասեք մի հատ տվեք այն ուժերի անունները, որոնց հետ արդեն ոնց որ արդյունքի չեք եկել։ Չէ, ես ասացի առայժմ արդյունքի չենք եկել, այս բավականին տարբեր բաներ են։ Ու քանի որ մենք շարունակում ենք բանակցությունները եւ դեռ դիտարկում ենք այդ հնարավորությունները, ես համարում եմ քաղաքական լուրջ սխալ կլիներ, եթե մենք արդեն մտնենք ինչ որ անուններ տալու գործընթացի մեջ, ինչ որ մեկին մեղադրենք, թե իրենց քայլերի պատճառով մենք չենք կարողանում միավորվել, դա միայն վնասակար կլիներ, երբ որ արդեն մեր որոշումը ձևաչափի վերաբերյալ լինի վերջնական, այդ ժամանակ ամեն ինչ կասենք։ Դե գիտեք ինչ, սկզբունքորեն ինչ որ ռացիոնալ ժամկետներ կան։ Այսինքն դա պետք է գոնե, գիտեք չէ, հիմա անգամ եթե դաշինք ես կազմում, այդ դաշինքի առաջին 30 համարները ընտրական ցուցակում պետք է հաստատվեն դաշինքի մեջ մտած բոլոր կուսակցությունների համագումարներով։ Այսինքն դա բավականին բարդ process է, որի համար ժամանակ է պետք, հետևաբար այդ որոշումը մի կողմից չի կարող շատ ուշ լինել, որովհետև կբացառի համագումարներով այդ տեխնացումների հաստատելու գործընթացը։ Մյուս կողմից շատ շուտն էլ ինչ որ եթե շատ շուտ պահանջ դրվի, շատ շուտ է տանելու, դա կարող է բացառի ինչ որ հնարավորություններ, որոնք կապված կլինեն որոշակի զարգացումների հետ։ Իսկ զարգացումներ կլինեն։ Այս ընկերը չի կանգնելու ոչ մի բանի առաջ։ Ինքը ստացել է կարտ բլանշ ժողովրդավարական նորմերի խախտման համար։ Եվ ինքը դա անելու է։ Իր ամեն քայլով ինքը ստեղծում է նոր իրավիճակ։ Ես արդեն ասացի, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի շուրջ կամ Հայաստանի նկատմամբ բոլոր սպառնալիքներից ամենակարևորն է։ Ինքն է անում անօրեն քայլերը, սահմանության դեմ, օրենքի դեմ, չգիտեմ, հասարակական կազմակերպությունների դեմ, կրոնական կազմակերպությունների դեմ, քաղաքացիների դեմ, ինքն է անում։ Իր համար արդեն օրենքը գոյություն չունի։
սահմանությունը գոյություն չունի։ Դա պետականաքանդ քաղաքականություն է։ Եվ ամեն այսպիսի քայլով ինքը սերմանում է պառակտություն, անօրենություն, չգիտեմ, թշնամանք, ներքին լարվածություն, ինքը որ ասում են, բանա, այ ընդդիմությունը օրակարգ չունի, իշխանությունն է օրակարգ, վայ այտենց օրակարգին։ Այո, պառակտության օրակարգը իհարկե շատ հեշտ է առաջ տանել, շատ հեշտ է, ամենիժապես դառնում ես բանում հանրության ուսացության կենտրոնում, իհարկե։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը մեկ-մեկ ինձ բանա հիշեցնում է այն կան երեխաներ, չէ, որ ասենք ընկնում են գետնին, ոտները խփում են գետնին, լացում են, բան, մենակ մի բանի համար հոգեբանական ֆենոմեն է, որ իրանք ասենք ծնողների ուսադրությունը գրավեն։ Նիկոլ Փաշինյանի համար շատ հաճախ հանրության ուսուցչության կենտրոնում լինելու այդ մոլագարությունը դառել է հիվանդագին մի բան։ Ինքը պատրաստ է անգամ, ասում եմ, իր այդ պղծության, անօրենության քայլերով հրավիրել իր վրա այդ ուսուցչությունը։ Ինքը մշտապես ինչ որ մի բան է, փոթորիկ է ստեղծում իր շուրջը։ Բայց չի մտածում, որ դրանով ինքը պետություն է քանդում, հանրային վարվելակերպի նորմեր է քանդում, քաղաքավարության վարվելակերպի նորմեր է քանդում։ Այդ բոլորը գին է նստելու մեր պետության եւ հանրության վրա։ Այդ ամեն ինչը հետ բերել է, շտկել է, ահավոր ծանր է լինելու։ Ինքը արդեն քարուքանդ է արել բավականին լուրջ բաներ։ Մեր ինստիտուտները, մեր